Բացարձակ ապօրինի մեղադրանքի հետ մենք գործ ունենք, ներկայացված միջնորդությունը որևէ կերպ փաստարկված չի, հիմնավորված չի, օգտագործել են փողերի եզրույթ, այսպես ասած տերմինը, դա ինձ թվում է օգտագործել են գործին որոշակի հնչեղություն տալու համար, ինքը կիլոմետրերով հեռու է, այսպես ասած, փողերի լվացման հատկանիշներից, մեր վստահորդի արարքում որևէ հանցագործության հատկանիշներ առկա չէ, եւ այս ամեն ինչը ուղղակիորեն քաղաքական հետապնդման, հերթական դրսևորման ձևերից է։ Բոլորին հայտնի է, որ մեր վստահորդը ուներ շատ մեծ աջակցություն Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին եւ այս ձևով փորձում են լրացնել մեր վստահորդին։ Ես կարծում եմ դա օբյեկտիվ չի, իրավաչափ չի եւ օրենքի հետ որևէ կապ եւ առնչություն չունի, այսքանը։ Որպես իրավաբան ինչ ակնկալիք ունեք այս։ Դե նայեք, մենք միշտ ակնկալիք ունենում ենք դատավորից դրական, բայց չպետք է մենք անտեսենք համատարած քաղաքական հետապնդումների, քաղաքական ճնշումների տեսակետը, հնարավորությունը եւ այդ քաղաքական ճնշումների կոնտեքստում մի քիչ բարդ է պատկերացնել նմանատիպ հնչեղություն ունեցող գործերով օբյեկտիվ դատական ակտ, բայց հուսով ենք, միտեղ նաեւ վստահ ենք, որ դատավորը իր մեջ կգտնի մեծ համարձակություն, դեմ կգնա այդ ճնշումներին եւ կկանգնի հենց բուն արդարադատության կողքը։